սկսվեց սիմֆոնիան հրամայական 4 նոտաներով։ Սիմֆոնիկ գրականության մեջ դրանք ամենահայտնի ու ճանաչելի հնչյուններն են։ Ճակատագիրը թակում է դուռը։ Այս անվանումով են ճանաչում Լյուդվիգ վան Բեթհովենի այդ ֆրազը, որը կնքել է Բեթհովենի կենսագիր Անտոն Շինդլերը։ Այս ստեղծագործության վրա Բեթհովենն աշխատել է ավելի քան 4 տարի։ Նախնական երաժշտական գաղափարները, որոնք հիմնականում կոպիտ էսքիզներն էին ռիթմիկ մոտիվներով, թվագրվում են 1804 թվականին, նրա 3-րդ սիմֆոնիայից անմիջապես հետո։ Եթե ինձ հարցնեք կոմպոզիտորներից ում եմ պատկերացնում, որ պետք է միշտ տենց նկարը տեսնեմ, դա երևի Բեթհովենն է։ Բեթհովենը պատկերացրել, որ մարդկային էմոցիան պետք է երաժշտությունը զարգացնի եւ տանի առաջ, ինչը որ նա ապացուցում է սկսած իր 3-րդ սիմֆոնիայից։ Մարտի 1-ին սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացավ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան։ Համերգից ժամեր առաջ գլխավոր փորձն էր, որին մեզ թույլ տվեցին ներկա գտնվել։ Երաժիշտների կարծիքները եւ պատկերացումները Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայի մասին տարբեր են։ Յուրաքանչյուրն այն ընկալում է յուրովի։ Բացի այն, որ գործը ինքնին շատ լավն է, նաև կատարումը կարևոր է, իսկ տարբեր նվագախմբերի, տարբեր դիրիժորների ղեկավարությամբ լրիվ այլ հնչողություն կարող է ունենալ։ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան եղել է խմբավար Սերգեյ Սմբատյանի ունկնդրած առաջին մեծ ստեղծագործությունը։ Ստեղծագործությունը նա լսել է 6 տարեկանում, բայց զգացողությունները հիշում է մինչ օրս։ Շատ հստակ պատկերացում կար, թե ես ինչ եմ ուզում, ինչ էմոցիաներ պետք է դե ապրել կամ ինչի մասին պետք է մտածել, որ ավելի կոնկրետ լինի, ինքը այդքան խայտապղետ, այդքան հարուստ էմոցիոնալ պաշար ունի, որ եթե միայն էմոցիոնալ ալիքը լինի դոմինանտ, կլինի շատ մեծ դխնդիրներ նվագախմբի համար, դրա համար փորձում եմ բալանսի մեջ լինել։ Սմբատյանը, լինելով նաև ջութակահար, լավ հասկանում է կատարողական դժվարությունները, որոնք հանդիպում են պարտիտուրում, իսկ ինչ մարտահրավերների են բախվում դիրիժորները։ Դիրիժորը փորձի ընթացքում փորձում է ստանալ այն, ինչը որ պատկերացնում է, որ գրված է պարտիտուրում, քանի որ մենք դե խոսում ենք ֆենոմեն տաղանների մասին, տաղաններ, որոնք որ փոխել են մեր պատկերացումը մեր մարկության հնարավորությունների մասին, թե մենք ինչ կարող ենք զգալ, որովհետև այն ինչը որ մենք զգում ենք Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան լսելուց, դա ստացել է Բեթհովենը, որ նա իմացել է փաստորեն մարդկային էմոցիաները շատ ավելի լավ, քան մենք ենք դա պատկերացնում, բայց մենք ուղղակի պետք է հավատանք երաժշտությանը եւ գնանք դրա հետևից, եւ դիրիժորի գործը այն է, որ մենք կարողանանք ինտերպրետացիայի ռազմավարական սկզբունքը հենց կառուցենք, որ պարտիտուրը հնչի այն կերպ, ինչը որ ես պատկերացնում եմ դեմ ուղեղում, որ ես կարողանամ դա նաև փոխանցել իմ կոլեգաներին, որոնց որ պետք է նաև վարակեմ գաղափարով, որ այսպես պետք է դա հնչի Բեթհովենը։ Սիմֆոնիկ մտածելակերպում այս ստեղծագործությունը ցույց է տվել, թե ինչպես կարող է թեման սկսվել եւ փոխվել հենց սկզբից։ Հայաստանում ունենք մեծ հաջողություն, որ լսարանն երիտասարդացել է։ Ես վստահ եմ, որ եթե 5-րդ սիմֆոնիան մատուցման ձևով ներկայացնենք նաև մեր երիտասարդ լսարանին, շատ ավելի հետաքրքիր կարող լինել, քան փոփ երաժշտությունը։ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան անվանում են նաև ճակատագրի սիմֆոնիա։ Կոմպոզիտորի հարաբերությունը ճակատագրի հետ բարդ էր։ 28 տարեկանից նա աստիճանաբար սկսեց կորցնել լսողությունը։ Այսպես է նկարագրում 31-ամյա Բեթհովենն իր ապրումները ընկերոջն ուղված նամակում։ Երբ մարդկանց կողքին եմ, ինձ թվում է, թե ես աքսորիալ եմ։ Քանի որ չեմ լսում այն, ինչ ուրիշները լսում են, ես այլևս չեմ կարող վայելել երաժշտությունը այնպես, ինչպես առաջ։ Ես կբռնեմ ճակատագրի կոկորդից, այն չի կարող ինձ հաղթել։ 44 տարեկանում Բեթհովենն արդեն նաև բոլոր տեսակի ձայներ լսելու ունակությունն էր կորցրել։ Չնայած դրան, նա շարունակեց ստեղծագործել, իսկ հետագա գլուխգործոցները, այդ թվում 5-րդ սիմֆոնիան, դարձան պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշ։ Բեթհովենի թեմատիկայով միայն փետրվար ամսին աշխարհի տարբեր քաղաքներում տարբեր նվագախմբերով Սերգեյ Սմբատյանն ունեցել է մի քանի համերգներ։ Իսկ կարելի է գերազանցել նրան։ Բեթհովենին գերազանցել կարելի է,
իհարկե, բայց դրա նպատակը չկա, որովհետև դա կլինի արդեն դկրկնողություն։ Կարելի է նաև շատ ավելի սիրուն ստեղծագործություն դգրել, սիրուն հարմոնիաներով, բայց առանց մարդկային կոնֆլիկտի մեջ է, դա արժեք կունենա, չեմ կարծում։